օր, ինչպես հայտնի այսօր երկրորդ օրն է և պետք է հարցաքննությունը տեղի ունենա, կրկնեմ, դատարկ, փուչ, շինծու, անիմաստ և քաղաքական դրդապատճառներով պայմանավորված այս իրավական ֆարսը։ Շնորհակալություն, Ժողովուրդ ջան, որ ստեղ ենք, տեսնում եմ բազմաթիվ դեմքեր, ում շատ շուտվանից ճանաչում եմ, իրականում իրավիճակը պարզից պարզ է, այն ինչ մենք այսօր տեսնում ենք, դա դասական առումով քաղաքական հետապնդում է, ով ինչ ուզում ասի, ով ինչ ենթադրություն ուզում անի, դա այդպես է, ընդ որում նույնիսկ հպանցիկ ուսումնասիրությունը տվյալների, որոնք զետեղված են մամուլում կապված քրեական գործի հետ, ցույց են տալիս շատ պարզ մի իրողություն։ Այդ իրողության տրամաբանության ներքո ոչ թե պարոն Ծառուկյանը ոչ թե մեղադրյալ պետք է ճանաչվի, այլ պետք է ճանաչվի տուժող, որովհետև այն ինչ տեղի է ունեցել, սա նոր պատմություն չի։ Իրանում իմիջիայլոց այս գործի շրջանակներում իրավական գործընթացներ էին տեղի ունեցել և իրանական պատկան մարմինները դատարանը որոշում էր ընդունել, որ հենց Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե մեքենայություն, թե հանցագործություն։ Հասկանալի է և հասկանում ենք, որ այս պարագայում կրկնեմ ևս մեկ անգամ ոչ մի իրավական, ընդհանրապես ոչ մի իրավական հիմքեր չկան։ Յուրաքանչյուր դեպքում մենք ստեղ ենք, մենք միշտ եղել ենք, կանք և կլինենք պարոն Ծառուկյանի կողքին և երեկ ասել էի մի արտահայտություն կա, արդարությունը, այո, լինում է, որ հապաղում է, ուշանում է, բայց ինքը մի ունակություն ունի, ինքը միշտ վերջում գալիս է։ Ազատություն Ծառուկյանին, ազատություն, ազատություն, ազատություն։